Ուկրաինան վերջին շաբաթվա ընթացքում 5-րդ անգամ հարվածել է ռուսական Վալդբերիսի պահեստներին։ Կիևի ԱԹՍ-ների գիշերային հարձակման հետևանքով հրդեհ է բռնկվել Լենինգրադի մարզի Նովոսարատովկա գյուղի Վալդբերիսի պահեստներում, հայտնել է մարզի ղեկավարը։ Ալեքսանդր Դրոզդենկոն տելեգրամում գրել է, որ 3 մարդ հոսպիտալացվել է։ Ռուսական ԶԼՄ-ները հայտնում են, որ Շուշարիում և Ուտկինազավոդում գտնվող Վալդբերիսի լոգիստիկ համալիրների աշխատանքը դադարեցվել է։ Միաժամանակ հաղորդվում է, որ Սիմֆերոպոլի Վալդբերիսի կենտրոնից աշխատակիցները տարհանվել են։ Վալդբերիսի հիմնադիրը հայտնել է ուկրաինական հարվածներից բռնկված կրակի ճիրաններից ապրանքների մի մասը հաջողվել է փրկել։ Ռուսական օնլայն առևտրի հսկայի պահեստներին Կիևը սկսել է հարվածել հուլիսի 18-ից։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի խոսքով Ռուսաստանն այդ կենտրոններն օգտագործում է անօդաչուների և նավիգացիոն սարքավորումների բաղադրիչներ մատակարարելու համար։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ գիշերը միայն Լենինգրադի մարզում մոտ 60 ուկրաինական անօդաչու թռչող սարք է խոցվել։ Դաշնության ամբողջ տարածքում ռուսական հակաօդային պաշտպանությունը ոչնչացրել է ուկրաինական 571 անօդաչու թռչող սարք։ Ուկրաինական ԱԹՍ-ի բեկորների ընկնելու հետևանքով Կիրովի շրջանի Սինյավինո ավանում փլուզվել է Սևեռնայա թռչնաֆաբրիկայի պահեստը։ Ուկրաինական կողմի տվյալով այնտեղ տուժածներ կան, ռուսական կողմն այդ տեղեկությունը չի հաստատում։ Ռուսական բանակը Կիևի ուղղությամբ 12 հրթիռ է արձակել, այդ թվում բալիստիկ ու ցիրկոն թևավոր հրթիռներ։ Ուկրաինայի մայրաքաղաքում պայթյուններ են եղել։ Գիշերը դաշնությունը հարվածներ է հասցրել Ուկրաինայի Օդեսա, Իզմայիլ և Նիկոլաև նավահանգիստներին։ Մոսկվայի պնդմամբ բոլոր թիրախները Կիևի համար ռազմական նշանակության են։ Օդեսայի նավահանգստում խոցվել են ուկրաինական բանակի համար վառելիքի պահեստներ, հայտնում է Մոսկվան։ Օդեսայի մարզի ռազմական վարչակազմի ղեկավարը հայտնում է, որ մարզի վրա ռուսական հարձակման հետևանքով մի կին ու 4-ամյա երեխա են վիրավորվել։ Թշնամին այս գիշեր կրկին լայնածավալ հարձակում է սկսել Օդեսայի մարզի վրա, հրթիռներով և անօդաչու թռչող սարքերով, հարվածելով բնակելի թաղամասերին և արդյունաբերական ենթակառուցվածքներին։ Ցավոք վիրավորներ կան։ Վնասվել են նաև բնակելի տներ և մեքենաներ։ Ռուս-ուկրաինական պատերազմի 1612-րդ օրը Դաշնության պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ ռուսական զորքը վերահսկողության տակ է վերցրել Դոնեցկի մարզի Բելիցկոյե համայնքը։ Մարիամ Ամերջանյան, Հարություն Մաթևոսյան, Հայլուր։